Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Անգելինայի կերպարը։ Դերասանուհին օրեր առաջ մեծ պատվի է արժանացել Հայաստան, Արցախ և Սփյուռք ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում և ստացել է տարվա լավագույն սերիալային դերասանուհի բարձրագույն մրցանակը։ Սա ոչ միայն գեղեցիկ արարողություն է, այլև իսկական գնահատական այս տարվա ընթացքում Ռոզայի կատարած ծանր, բայց անչափ մասնագիտական աշխատանքի համար։ Այս հաղթանակը շատերի համար կանխատեսելի էր, քանզի արդեն ամիսներ շարունակ Ռոզայի մարմնավորած Անգելինան «Վերջին զանգը» սերիալում դարձել է հեռուստադիտողի ամենասիրելի հերոսուհիներից մեկը։ Նրա կերպարի ներաշխարհը, հուզական վերելքներն ու անկումները, ցավերն ու ուրախությունները Ռոզայի թատերական վարպետությամբ ներկայացված բառացիորեն հուզել են մարդկանց մտնել սերիալի պատմության մեջ։ Հազարավոր մարդիկ սպասում են յուրաքանչյուր նոր սերիային, որովհետև Անգելինայի կերպարի զարգացումը դարձել է սերիալի շարժիչ ուժը։ Նրա ամեն շարժում, ամեն լռություն, ամեն արցունք կամ ժպիտ դառնում են քննարկման թեմա թե համացանցում, թե սոցիալական ցանցերում, թե զրույցներում։ Ռոզան կարողացել է ստեղծել կերպար, որը թվում է իրական, այնքան անկեղծ և հարազատ։ Նրա խաղը ոչ միայն հուզում է, այլ նաև ստիպում մտածել, համադրել սեփական ապրումները հերոսուհու ապրումների հետ, և հենց այդ իսկ պատճառով էլ մրցանակաբաշխությունում նրա անունը հնչեց որպես տարվա լավագույնը անառարկելի, արժանի և սիրով։ Մրցանակաբաշխության օրը դերասանուհին հայտնվել էր անսովոր փայլով և արտաքին, և ներքին։ Բացի նրանից, որ մրցանակն ինքնին մեծ հաջողություն և բարձր գնահատական էր, դա նաև սիմվոլիկ պահ էր։ Այն ցույց տվեց, որ հայ հեռուստադիտողների սերն ու համակրանքը միավորված են ոչ միայն գեղեցիկ կերպարի, այլ նաև անկեղծ, աշխատասեր ու անմնացորդ նվիրված դերասանուհու հանդեպ։ Այս հաղթանակը կարծես Ռոզայի ստեղծագործական ճանապարհի նոր գլուխ բացեց։ Դերասանուհին արդեն իսկ համարվում է իր սերնդի ամենախոստումնալից և ամենատաղանդավոր անուններից մեկը։ Սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ են շնորհավորել նրան, գրում են, որ սա միայն սկիզբն է և որ Ռոզան դեռ շատ բարձունքների է հասնելու։ «Վերջին զանգը» սերիալում նրա ներկայությունը նախագծի հաջողության անբաժան մասն է դարձել, և մրցանակաբաշխության հաղթանակը պարզապես հաստատեց այն, ինչ վաղուց արդեն տեսնում էին բոլորը։ Ռոզա Դավթյանն այսօր հայկական հեռուստասերիալների ամենափայլուն, ամենազգացմունքային և ամենազգալի դերասանուհիներից մեկն է։ Այսպիսով, նրա հաղթանակը ոչ միայն երկար սպասված էր, այլ նաև չափազանց արժանի, գեղեցիկ ու խորհրդանշական մի ամբողջ տարվա ծանր աշխատանքի համար։ Վերջին տարիներին հայկական հեռուստասերիալային աշխարհում մի անուն առանձնացավ, դարձավ քննարկումների կենտրոն, տաղանդի, համեստության և աշխատասիրության խորհրդանիշ։ Այդ անունը Ռոզա Դավթյան այսօր արդեն սիրված է ոչ միայն դեռահաս աղջիկների, այլև տարբեր սերնդի բազմաթիվ հեռուստադիտողների կողմից։ Թեպետ Ռոզան դերասանի մասնագիտությունն ընտրել է մանկուց, մեծ ցանկությամբ ու հաստատակամությամբ, լայն հանրությունը նրան իսկապես բացահայտեց Դիանա Գրիգորյանի նախորդ «Կույր աշխարհ» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում էր մի գեղեցիկ կերպար։ Նա սիրվեց ու ընդունվեց հեռուստադիտողի կողմից։ Ռոզայի խաղն այնքան համոզիչ, այնքան անկեղծ ու հուզիչ էր, որ դիմացինը մոռանում էր, որ սերիալ է նայում։ Դիանա Գրիգորյանն ու Ռոզա Դավթյանն համագործակցում են արդեն երկրորդ նախագծի շրջանակներում։ Անգելինայի կերպարում նա կարողացավ մեկտեղել և բնավորության նրբությունը, և ուժը, և խոցելիությունը, և անսահման մարդկայնությունը։ Ռոզայի շնորհիվ Անգելինան դարձավ ոչ թե պարզապես հերոսուհի, այլ իրական մարդ, որի յուրաքանչյուր հոգեվիճակ դիտողներն ապրում են իրենց սրտով։ Ռոզայի հետ աշխատող բոլոր մարդիկ մի բան են առանձնացնում՝ նրա մարդ տեսակը։ Նա որևէ դեպքում չի ձևացնում, բարձր չի խոսում, չի զայրանում, չի փորձում իր հաջողություններով ցույց տալ ավելին, քան կա իրականում։ Նրա գործընկերները հաճախ են պատմում, թե որքան ուշադիր է նկարահանման հրապարակում, ինչպիսի բարությամբ է վերաբերվում թիմի յուրաքանչյուր անդամին, սկսած օպերատորից մինչև հագուստի պատասխանատու։ «Վերջին զանգը» սերիալում Անգելինայի մորը մարմնավորող դերասանուհի Իրինա Հարությունյանը նշել է, որ Ռոզան ոչ միայն հրաշալի գործընկեր է, այլ նաև մի մարդ,
ով ունի այն հազվագյուտ հատկությունը սիրվելու առանց ջանք թափելու։ Որտեղ էլ հայտնվի Ռոզան նկարահանման հրապարակում կամ պարզապես զբոսնելիս, նրան անմիջապես շրջապատում են աղջիկները։ Նրանք Ռոզայի մեջ տեսնում են աշխատասիրության, ազնիվ, անկեղծ, առաջադիմող և իրական մարդու օրինակ։ Նա չի փորձում լինել կատարյալ, նա պարզապես իր իրական կերպարով է գրավում մարդկանց։ Այս տարի Ռոզայի կյանքում կարևոր իրադարձություն եղավ. նա ամուսնացավ։ Հարսանեկան, սիմվոլիկ, հուզիչ, նրբաճաշակ գեղեցկությունը համացանցում եղած ամենաքննարկվող թեմաներից մեկն էր։ Հարսանիքից հետո Ռոզան մեկնել էր Մեղրամսի, Դուբայ։ Վերջին զարգացումները «Վերջին զանգը» սերիալում ցույց են տալիս, որ Ռոզայի հերոսուհու կյանքում իրավիճակները գնալով էլ ավելի են բարդանում։ Ռոզան այս ամենում պարզապես փայլում է, նա կարողանում է փոխանցել այնպիսի նրբերանգներ, որոնք նույնիսկ տարիներով փորձ ունեցող դերասաններին միշտ չէ, որ հաջողվում է։ Նրա բնավորության ուժեղ կողմերից ամենաուշագրավը նրա ակնառու կարիերիզմն է։ Նա չի թաքցնում, որ անկեղծորեն սիրում է իր աշխատանքը, չի պատկերացնում իրեն առանց նկարահանումների, առանց ստեղծագործական աշխատանքի։